Բարի օր, սիրելի բարեկամներ, Աստվածաշնչում եւ մասնավորապես Նոր Կտակարանում խոսվում է Սուրբ Հոգու դերի մասին մարդու կյանքում, հավատացյալի կյանքում։ Այսօր այս մասին մենք կխոսենք Հովեւ Արթուր Նազարյանի հետ։ Մեր հաղորդման ընթացքում, եթե կառաջանան ձեզ մոտ հարցեր, կարող եք գրել կոմենտներում, մեր էլեկտրոնային փոստին, մենք կպատասխանենք ձեր հարցերին, եթե կարիք լինի, կպատրաստենք նոր հաղորդում հիմնված ձեր հարցերին։ Հովեւ Արթուր, նախ սկսենք ծննդոց առաջին գլխից, որտեղ առաջին անգամ, առաջին տեղն է, որտեղ գրվում է Սուրբ Հոգու մասին, որն էր նրա դերը, Սուրբ Հոգու դերը այդտեղ, այդ տողերում, ինչն էր նրա գործառույթը, ինչպես կբացատրեք։ Դե իհարկե մենք չենք կարող սենց ասենք սենց առաջի կարևորություն, երկրորդ կարևորություն ամեն ինչս դնենք, ասենք այս Սուրբ Հոգին սա է անում, հայրը սա է անում, որդին սա է անում, իհարկե մենք դա մեր համար խորհուրդ է, դա մեր համար ավելին է, քան մենք կարող ենք պատկերացնել, բայց ամեն դեպքում մենք հենց այդ նշված այդ տողերից մենք տեսնում ենք, որ Սուրբ Հոգին արարչության ամեն Աստծո ծրագրերի մեջ է Սուրբ Հոգու գործը, ու նաև մեր օրերում Սուրբ Հոգու գործը մեր կյանքում անգնահատելի է, դա ամենի մեջ, այսինքն սկսված են ամենահասարակ ծառայությունից մինչև այն ամենաբարդ ամեն ինչը Սուրբ Հոգին է անում։ Եթե ասես կարճ կարելի է պատասխանել։ Հովեւ Արթուր, ասացիր Հայր Աստծո, Հիսուսի, Սուրբ Հոգու, նրանց հարաբերությունը իրար հետ ոնց է, կամ նրանց փոխհարաբերությունը, ասենք, ինչ է տալիս մեզ Աստվածաշնչի հարցը։ Որ շատ համահունչ է, բալանսավորված ու մեկ են իրանք։ Երեք անձ, մեկ Աստված, մենք չունենք երեք Աստված, իհարկե դա անհեթեթություն է, եթե քրիստոնեներից ոմանք այդ միտք ասեն։ Մենք ունենք մի Աստված, մենք մի Աստծուն ենք պաշտում, երկրպագում, ու իրանց նման մեկ միաբան, դա մեր Տեր Հիսուս Քրիստոսի աղոթն էր, որ մենք էլ լինենք այդ ձև, իրականում էլ եմ ասում, նորից կրկնեմ, որ շատ բաներ մենք չենք էլ կարող հասկանանք, ըմբռնենք, եռամեկ Աստծու գաղափարը կամ այդ ինչպես են իրանք իրար հետ, շատ բարդ է, մենք ի վիճակի չենք էդի պատկերացնել նույնիսկ չենք կարող, բայց որ Սուրբ Հոգու դերը շատ մեծ է ամեն ինչում, միանշանակ ամբողջ Աստվածաշնչում դրա մասին ասվում է։ Միանշանակ։ Ասենք մեր կյանքում, հա, Սուրբ Հոգու դերը այսօրվա կատարվելիք Աստծո ծրագրերի մեջ, մարդու քրիստոնեական կյանքը մտնելու առաջին քայլը դա ապաշխարությունն է իր ամբողջությամբ, այսինքն զղջալ մեղքերի համար Տեր Հիսուսին ընդունել որպես փրկիչ, խոստովանությունը, Սուրբ Հոգին ինչ դեր ունի այս գործում։ Ամբողջ դերը իրանն է։ Այսինքն առանց Սուրբ Հոգու ոչ մի մարդ չի կարող ապաշխարել։ Սուրբ Հոգին է բերում այդ վիճակի, որ մարդը ապաշխարում է։ Իհարկե այդ դեպքում մարդկանց մոտ հարց կարող առաջանալ, բայց այդ դեպքում ուրիշներին ինչի Սուրբ Հոգին չի։ Իհարկե դա համագործակցություն է, մենք ամբողջությամբ չենք կարող ասել, որ դա Սուրբ Հոգին է 100%-ով ամեն ինչ Սուրբ Հոգին է անում, այդ դեպքում Աստված բոլորին է սիրում, բոլորի փրկությունն է ուզում, հենա բոլորին էլ թող փրկի։ Իհարկե ոչ, մարդը ունի ընտրություն, ու մարդը ընտրում է, բայց այդ ամբողջ գործառույթը, այդ ամբողջ գործը Սուրբ Հոգին է անում։ Հիշեցնել, ուսուցանել, հանդիմանել, լուսավորել, բերել դեպի Աստծուն եւ այլն։ Դա փոխարենելի գործ է Սուրբ Հոգու գործը մեր կյանքում։ Հետաքրքիր է մյուս կողմից էլ, ասենք, ժամանակների առումով, ինչու մեկի կյանքում Սուրբ Հոգին
լուսավորում է, հասկացնում է, բացատրում է Աստծո աստվածությունը ցույց է տալի մեծ տարիքում, ասենք 50-ից այն մյուսին 20 տարեկանում, այ սա Աստծո ընտրությունն է, թե մեզանից ինչ որ բան կախված է։ Բարդ է, իրոք շատ միանշանակ պատասխանելը շատ նույնիսկ մեծամիտ կլինի, որովհետև Աստծո գործը մեր խելքից դուրս է, մեր պատկերացումից է դուրս։ Դա ավելի անծայր է, քան մենք պատկերացնում ենք որոշակի ինչ-որ ծայրեր, ինչ-որ սահմաններ։ Համար անքննելի է Աստծո գործը։ Մենք այ ո՞նց է որ մարդը ապաշխարում է, դա անհասկանալի երևույթ է։ Բայց որ դրա մեջ դեր ունի, հիմնական դեր ունի Սուրբ Հոգին միանշանակ, իհարկե նաև մարդ ունի դեր, դա էլ միանշանակ։ Բայց թե այ ո՞նց է, ինչ ավելի մանրամասն շատ բարդ հարց է։ Իրոք Երբեմն մենք ուզում ենք հասկանալ, բայց չենք կարող հասկանալ։ Իրոք չենք կարող հասկանալ։ Մի բան պարզ է, ավետարանում շատ է ասում, որ Աստված անաչառ է։ Աստված ուզում է, որ բոլորը փրկվեն, ապաշխարեն, փրկվեն։ Աստված բոլորին է սիրում։ Այս տեղերը, այս խոսքերը մեզ ինչ է տալիս, որ այո, փառք ենք տալի Աստծուն, մենք շատ ուրախ ենք ու երջանիկ ենք, որ փրկվել ենք, բայց նաև մենք հանձնարարական ունենք, որ ուրիշների փրկության պատճառ դառնանք։ Այսինքն մեզանից հետո չի փակվում դռները, այլ բաց են դռները, որտեվ շնորհի ժամանակաշրջան է, մարդիկ պետք է ու կարող են փրկվել, դրա համար մենք էլ պետք է այդտեղ մեծ դեր ունենանք, որ մարդկանց փրկության հարցում։ Հովհաննեսի ավետարանի 3-րդ գլխի 5-րդ տողում Հիսուսը այսպիսի խոսքեր է ասում. Հիսուսը պատասխանեց. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը ջրից ու հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծո արքայությունը։ Նմանակ էլի տեղեր կան Հովհաննեսի ավետարանում, Հռոմեացի գրքում, այ ինչպես կարելի է բացատրել Սուրբ Հոգուց ծնվելու այդ երևույթը։ Բարդ է էլի, որովհետև դա տեսանելի չի։ Օրինակ ֆիզիկապես երբ որ մարդը ծնվում է, կա հղիության ժամանակաշրջան, վերջը դու որոշակի ձևով հա։ Իսկ իհարկե ստեղ էլ կա, հաստատ կա, որովհետև տենց նմանատիպ խոսքեր կա ավետարանում, որ ես հղի պես ձեզ կծնեմ եւ այլն, նման բաներ կա, բայց դա մենք չենք կարող պատկերացնել, չենք կարող տեսնել նույնիսկ, մենք չգիտենք էլ, մարդը կարող է եկեղեցում է, բայց նա փրկված չի կամ հոգուց ծնված չի։ Իհարկե որոշ բաներով մենք կարող է հասկանանք, պատկերացնենք կամ բան, կարծիք կազմենք, բայց դրանք հայերեն թարգմանության մեջ գրած է դա խորհուրդ է, բայց խորհրդավոր այդ իմաստով ոչ թե խորհուրդ տալու է։ Դրանք միստիկա բառն է, այսինքն չերևացող, հա, եթե այդ բառը բառացի ասենք, դա որ աշկերտ փակ է։ Դու չես տենում այդ ինչա։ Իրոք բարդ է, տենց հարցերի մեջ մտնելը շատ բարդ է, ու մանավանդ եթե մեկը փորձի ասենց քայլ առ քայլ կամ ամեն մանրամասները բացատրի, իհարկե դա Ես դա էի ուզում ասել, որ զավեշտ է։ երբեմն մարդիկ փորձում են այդպես հասկանան քայլ առ քայլ, այս հարցերը հիմնված են հենց դրա, որ մարդը ուզում է հասկանա, նոր ինչ որ քայլ անի, նոր իր պատկերացնում, հիմա սենց կլինի, եթե ես անեմ։ Մենք իհարկե չենք կարող ամեն ինչ պատկերացնել, նույնիսկ եռամեկ Աստծո այդ խորհուրդը մենք հավատքով ընդունում ենք, բայց երբևիցե մենք չենք էլ կարող ըմբռնենք այդ ինչա։ Ոնց է դա։ Մենք հավատքով ընդունում ենք այն ինչ որ գրված է։ Եվ վերջ։ Այս հարցի շարքերում է նաև Սուրբ Հոգու ներբնակության մասին հարցը։ Այ ի՞նչ է դա իրանից ներկայացնում։ Ինչպիսին դրա գործառույթը։ Դա ուղղակի մի հիանալի պրակտիկայական փորձառությունական
փոխհարաբերություն է, դա հիանալի ուղղակի։ Երբ որ դու առաջնորդվում ես Սուրբ Հոգով, դա ուղղակի ինչ ասեմ, դրանից լավ բան մարդու կյանքում գոյություն չունի։ Որովհետև թվում է թե շատ պարզ է ու հաճախ կամ մեկ-մեկ կարա լինի շատ կենցաղային հարցերում, որ դա տենց հոգևորել չի, բայց Սուրբ Հոգին ոնց է խնամք տանում, ոնց է օգնում, ոնց է առաջնորդում, հիանալի բան է ուղղակի։ Բայց ոնց է դա կատարվում։ Այ Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ, այ որտեղ է բնակվում։ Թոքերում, սրտի մեջ, իհարկե ես մի քիչ բան եմ անում, բայց ոչ իհարկե։ Մենք փորձում ենք ամեն ինչ sense մարդկային ձևով պատկերացնենք, բայց ամեն ինչը չի, որ մենք կարող ենք պատկերացնել ու այնպես չի, որ եթե մենք այդ ձև պատկերացրեցինք, դա ճիշտ է։ Իրոք դրա համար է, որ ինչքան մենք աճում ենք հոգեպես, ինչքան մենք ավելի մոտ ենք Աստծուն, այնքան մեր մոտ շատ հարցեր է առաջանում։ Քանի դեռ մենք նոր ենք լսում դրա մասին, ամեն ինչ պարզ է մեր համար։ Բայց ինչքան մենք խորանում ենք, այնքան ավելի հասկանում ենք, որ բան չգիտենք, որովհետև հասկանում ենք, որ դա այդքան էլ տես չի, ոնց որ մենք պատկերացրել էի, այդ ձև չի։ Իսկ հին կտակարանում ինչ է խոսվում, կա ներբնակության մասին։ Այո, իհարկե։ Ու ինչպես է բացատրում հին կտակարանը։ Միգուցե խոսույթ ուրիշ է, օրինակ Աստված եկավ նրա վրա։ Հա։ Բայց նրա վրա գալ ինչ նկատի ունենք մենք։ Ասենք ինչ տարբերություն, երբ որ Սուրբ Հոգին եկավ մեկի մեջ վրա, նայած ոնց թարգմանական կամ ոնց պատկերացնենք, ու նա սկսեց մարգարյանալ, ու նա սկսեց ինչ-որ Սաղմոս ասել, ու նա սկսեց ինչ-որ Աստծու գործերը ասել, նույնն է, որևէ տարբերություն չկա։ Ուղղակի հին կտակարանում երբ որ կարդում ենք, որ եկավ մարդու վրա։ Ու այդտեղ են շատերը մտածում, որ այ նոր կտակարանը, այ մարդու մեջ է եկել, բայց իրականում որևէ տարբերություն չկա։ Իսկ ասենք, որ որոշ մարդկանց խոսքը Աստծու մարդկանց մասին է, որոշ մարդիկ այ մարդկանց վրա եկել է Սուրբ Հոգին կամ ինչ որ մի պահին, մյուսների վրա ոչ, թե կա տես բան, հին կտակարանում, որտեղ սահմանափակ էր էդի, օրինակ քահանաների, թագավորների եւ մարգարեների վրա էր, կամ մեջ էր գալի։ Նոր կտակարանում բոլորի, մանավանդ Ղուկասը, թե իր ավետարանում, թե մանավանդ Գործ առաքելոցում, այդ բառը շատ է շեշտում։ Բոլորը, տղա եւ աղջիկ, ծեր եւ բոլորը, այսինքն ու դա հին կտակարանյան մարգարական խոսքեր եւ այլն։ Այո, կար այդ ձև սահմանափակում, բայց երևույթը նոր չի։ Օրինակ որոշ տեղեր մենք հին կտակարանում կարդում ենք, օրինակ Դավիթի Սաղմոսում, որ ասում է Սուրբ Հոգին ինձանից մի վերցրու իմ մեջից։ Այսինքն ոչ միայն Դավիթի, այլ մնացածների մոտ նույն ձև Սուրբ Հոգին բնակվել էր։ Ուրիշ բան ասեմ։ Օրինակ Աստծուն, երբ որ փորձեցին Իսրայելը, որ արդյոք նա մեր մեջ է։ Ու էդի համարվեց Աստծուն փորձել, որովհետև Տերը ասեց, որ ես միշտ ձեր հետ էի, ձեր մեջ էի ես։ Այսինքն այդ ու մնացած ուրիշ տեղերի հիման վրա պատկերացնում ենք, որ Աստված իր ժողովրդի մեջ է բնակվում։ Ու նույնը նոր կտակարանում է։ Ուղղակի մասշտաբն ավելի մեծացել։ Հաջորդ հարցը, ինչպես է Սուրբ Հոգին ներգործում եկեղեցում քրիստոնյայի որդեգրման եւ նրա եկեղեցու մեջ մկրտելու գործում։ Ինչպես է Սուրբ Հոգին առաջնորդում այս հարցում։ Ինչպես դա միայն Սուրբ Հոգին է հենց անում։ Դա հենց նրա գործառույթն է, հենց նա այն ինչ որ նա է անում դա։
Մենք երբ որ ապաշխարում ենք, դիրքորոշվում ենք, այդ էլ վատ բառ չի, լավ բառ է, բացատրելով ինչ է ապաշխարությունը, երբ որ մենք ընդունում ենք որոշում, որ տրվենք Աստծուն, Աստծո ճանապարհի մեջ լինենք ճշմարտության, Սուրբ Գիրքը ասում է, որ մենք վերստին ծնվում ենք։ Ու այդ պահից Սուրբ Հոգին մեր մեջ է բնակվում։ Մեր հետ է։ Իհարկե Սուրբ Հոգին երբեք չի բռնանում, չի ստիպում, այլ Սուրբ Հոգին միշտ փորձում է այն սահմանների չափով, ինչքան մենք թույլ ենք տալի։ Իհարկե նա է Տերը, իհարկե նա է գլուխը, բայց նա երբեք չի ստիպելու, չի սպառնալու, չի բռնանում։ Հիմա մենք ինչքան տեղ ենք տալի, ինչքան մենք, եթե մենք ասում ենք, ոնց որ մեր աղոթներում ենք ասում, դու ես Տերը, դու ես իմ Տերը, եթե իրոք դա այդ ձև է, նա գործում է իր ամբողջ կարողությունով ու այն օծությունը, որ մեր մեջ է, այն ինչի մենք կանչված ենք, դա իրականանում է, մենք կայանում ենք դրանում։ Մարդիկ օրհնվում են, մարդիկ տենում են, որ դա տաղանդ է, դա օծություն է։ Ինչքան քիչ է դա լինելու։ Իսկ ինչպիսի երևույթներ են ցույց տալիս այդ գործընթացը, այդ որդեգրման, այդ եկեղեցու մեջ հավատացյալի այդ ընկղման, այդ ինչ նշաններ կամ ինչով կարելի է նշաններն են, երբ որ մարդը եկեղեցի է փնտրում, երբ որ մարդը համաձայնվում է, երբ որ մարդը Տեր ու Փրկիչ է ասում Աստծուն, երբ որ մարդը երկրպագում է, երբ որ մարդը եկեղեցու մեջ է մտնում, դու հասկանում ես, որ այդ մարդը եկեղեցու մարդ է արդեն։ Դա ոնց որ դու իհարկե դու չես տենում այդ process-ը, ոնց է մարդը մկրտվում եկեղեցու մեջ, բայց դու դա տեսնում ես, որ եկեղեցու մարդ է, սա եկեղեցու դեմք է։ Կարելի ասել է այդ ընտանիքի անդամի դեր որ ստանձնում է, էլի։ Մարդկա դու զգում ես, որ ինքը գալիս է, միգուցե ռեգուլյար է գալիս, բայց չկա ինքը եկեղեցու մեջ։ Ինքը զուտ հաճախորդ է, ինքը ուղղակի հյուր է եկել։ Օրինակ ընտանիքում բոլորս էլ տենում ենք, չէ՞, հյուրին ու ընտանիքի անդամին մենք տարանջատում ենք։ Նույնը եկեղեցում է։ Եկեղեցու մեջի մարդը լրիվ ուրիշ ձև է իրան պահում։ Իհարկե մենք ոչ մեկին չենք դատում, ժամանակա միգուցե պետք, որ մարդը այդ process մեկի մոտ ապաշխարությունը տևում է, չգիտեմ, այսքան ժամանակ, մեկի մոտ մի քիչ երկար է տևում այդ process-ը։ Ուզում ասեմ, մենք կնես չի, որ հենց մի բան նկատում ենք, արդեն որոշում ենք, որ այդ մարդը դժոխքի մարդ է, մենք ոչ իրավունք ունենք, ոչ մենք փրկողն ենք, ոչ մենք ազատողն ենք, դա Սուրբ Հոգու գործն է։ Մենք համբերատար ձևով պետքա եկեղեցիներում սիրով ու համբերությունով պետքա բոլորին ծառայենք, բայց բաներ կա նկատում ենք իհարկե։ Ու այն ինչ որ մենք նկատում ենք, այսինքն հասանելի է մեզ, Աստված էլ է դա իհարկե դա պատկերացնում ու այդ մեր հասանելիության մակարդակով կամ այդ աստիճանով Աստված նաև մեզանից որոշ բաներ է պահանջում։ Օրինակ ասեմ, մի ինչ որ ծառայողի ճանաչելը, ձեռնադրելը։ Մենք որտեղ միջև այդ մենք չգիտենք, Աստված գիտի այդ մարդը ով է կամ ինչ է դառնալու։ Ամենագետը Աստված։ Բայց մենք նայելով վարքին, նայելով իր ծառայությանը գալիս ենք այդ ճանաչման ու պաշտոնին դնելուն։ Այսինքն բաներ կա Աստված էլ թողել է մեզ, որպես եկեղեցի իշխանություն ունենք, որոշ բաներ ոնց անենք, ինչ անենք, այսինքն այս ամեն ինչը որպես մարդ երկրի վրա մենք այդ ձև ենք նայում, բայց Աստված անժամկետ Աստված է, նա ժամանակի մեջ չի, նա ամեն ինչ գիտի, դա հասանելի չի մեզ։ Սրբացման գործընթացում Սուրբ Հոգու դերը քրիստոնյայի սրբացման
Մենք Սուրբ Հոգուն ասում ենք Սուրբ Հոգի։ Ու երբ որ ասում ենք սրբացում, դա նշանակում է հենց ինչքան ենք մենք Սուրբ Հոգուն տեղ տալիս, այնքան մենք իրան նման ենք դառնալու, իրանից վերցնելու ենք։ Հիմի ինչքան շատ, այնքան սրբացում, ինչքան շատ, այնքան ավելի ճշմարտությանն են գալու։ Ու իհարկե Հենց միանգամից դա է տրանտանում։ Ուրիշ ձև սրբացում չի լինում։ Գործ առաքելոց առաջին գլխի 8-րդ տողում ես կարդամ այս տողը, բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում մինչև աշխարհի ծայրերը։ Այս տողերի հիման վրա ինչ կարող ենք հասկանալ, ինչպեսի դեր ունի Սուրբ Հոգին մարդու ծառայողական կյանքում։ Հենց ամենաուղղակի դերն ունի, որովհետև հասարակ օրինակ ասեմ, ասենք մարդը պետքա պատրաստվի քարոզի կամ մարդը պետքա որոշակի բաներ անի։ Միշտ կան կասկածներ, միշտ կան տարբեր մարդկանց կարծիքներ, որ մարդուն կարա խանգարի, կոմպլեքսներ կա, ամոթ կա եւ այլն եւ այլն։ Բայց ինչ մեծ դեր ունի Սուրբ Հոգին այդտեղ, երբ որ Սուրբ Հոգին քեզ ասում է ինչ ասես։ Սա լրիվ ուրիշ մակարդակ է, որովհետև դու արդեն գիտես ինչ ասես։ Դու չես ոչ պիտի հորինես, ոչ պիտի Սուրբ Հոգու դերը ծառայության մեջ, որ ասեմ անփոխարինելի է, դա շատ աղքատ բառապաշար է։ Կարելի է սենց ասել, մեր ծառայությունը դա հենց Սուրբ Հոգին է։ Ուրիշ հակառակ դեպքում մարդկային ինչ-որ բաներ է, որը որ որևէ լավ տեղ չի տանելու։ Սա ոչ թե լավ գրագետ լինելն է, սա ոչ թե ծառայությունը մարդու։ Ծառայությունը մարդու ցանկացած ծառայություն։ Հենց այն է, որ մարդը պետքա Սուրբ Հոգուն խնդրի, որ ինչ անեմ ես։ Լավ, ինչ միտք, ինչ առաջնորդություն, ինչ հայտնություն։ Իհարկե, այստեղ էլ պետքա բալանսավորվի այն բաները, որ պարզ է ինչ պետք է անի, պետք չի օրերով, ժամերով սպասի Սուրբ Հոգուն, որ բայց Սուրբ Հոգու գործը շատ մեծ է մեր կյանքում։ Արդյոք ասցիր, ասենք ինչ անի, հա, այդ տեխնիկական ծառայություններում Սուրբ Հոգու առաջնորդություն, իհարկե, միանշանակ, որովհետև եթե կենցաղային հարցերում, որ որևէ կապ չունի եկեղեցու հետ, մեր կենցաղն է, օրինակ եմ ասում, ես ուզում եմ մի հատ կահույք գնեմ, կամ, չգիտեմ, եթե այդտեղ է Սուրբ Հոգին որոշակի օրեր ուղղակի սենց մեզ ուրախացնում, ուղղակի սենց պահեր է եղել իմ կյանքում ու ես համոզված եմ բոլորի կյանքում, որ հստակ, ոչ թե կարող է պատահ, հստակ հասկանում ես Սուրբ Հոգին բան ասես քեզ։ Ու դու հասկանում ես, որ դա ինչքան դա նշանակում է այն ժամանակից Սուրբ Հոգին իմանալով բան սենց բերել է այդ կուլմինացիային փառք ես տալի ուղղակի այդ հասարակ բաների մեջ։ Բա եկեղեցու ծառայության մեջ ուզում է տեխնիկական լինի, մեծ է իր դերը։ Ու լավ կլինի, որ ամեն ծառայող եկեղեցում միշտ ամեն ժամյա ռեժիմով, ամեն ժամանակվա ռեժիմով Սուրբ Հոգու հետ կապի մեջ լինեն։ Հարցնի։ Այո, հարցնի ու սովորի երբ է Սուրբ Հոգին խոսում։ Այդ ունակությունը շատ կարևոր է։ Տարանջատի, այ Աստված ինձ էս անցած։ Օրինակ էլի են եղել մարդիկ ասում են Տերը ինձ էս ասեց, Տերը ինձ էս ասեց, բայց հասկանում ես, որ չէ, էլի ոնց որ թե եթե Տերը ասեր, սենց կլներ, բայց եթե անկեղծ, եթե ուզում ենք Տերը առաջնորդի մեզ, դրա համար պետք չի ես իմ հատուկ բաներ, բաց սիրտ է պետք ու լսողական չէ, ուրիշ ոչ մի բան։ Նաև տեխնիկական, ասենք, ծառայությունների մեջ սենց կարող է թյուր կարծիք լինի, ուղղակի ես հարցնում, ասենք մարդը հույս ունենա, որ Աստված սենց իր ձեռու ոտին շարժում պիտի տա, որ անի։ Մաս կա, որ մեզանից է կախված, չէ, եթե ես ճիշտ եմ հասկանում։ Ու ասենք այ ծառայության մեջ ինչքանով է, որ մարդը այդ բաժինը, մարդու բաժինը ինչքանով է
իրան Ես էլ եմ կրկնում Սուրբ Հոգին, Աստված ընդհանրապես ոչ մեկին ոչ բռնանում է, ոչ իհարկե գրածը ում սիրում է նրան դաստիարակում է կամ պատժում է որոշ թարգմանություններում, բայց դա չի նշանակում, որ ինքը դա անում է առանց մեր ուզելու։ Հələ ուղղակի մի պահ հիշի, երբ որ Աստված քեզ պատժել է կամ դաստիարակել է, դա ուրախություն է ուղղակի։ հա Նույնիսկ կարա լինի շատ ցավոտ, շատ թանկ, ասենք ահագին գումար կորցնես, բայց sense ուղղակի սկսում ես ծիծաղել, ուղղակի sense ուրախանալ, ոչ թե Աստված կարողանում է ճիշտ հանդիմանի, ցանկացած Աստծո հանդիմանություն դու հասկանում ես, որ երբևիցե դու չես ասենք ընդդիմանում կամ ասենք չես sense չուզելով անում, այլ ընդհակառակը խնդրում ես Տեր, արա որպեսզի ես ճիշտ ճանապարհի վրա լինեմ։ Այսինքն այդ առումով հաստատ կարևոր այդ գիտակցությունը, որ ես ընդունում եմ որոշում Աստծուն ծառայելու ու ես ծառայում եմ ու Աստծուց ակնկալում եմ իր առաջնորդությունը ծառայության մեջ, այլ ոչ թե ես նստում եմ, Աստծուն ասում եմ դե ուշ տվողը դու ես, ցանկություն տվողը դու ես, հələ մա տենամ ինչ ես անում իմ կյանքում, որ ես ելնեմ մի բան անեմ։ Երբևիցե ոչ մի բան չի լինելու։ Այսինքն ստեղ արդեն դուրս է գալի այն խոսքը, որ երբեմն ասում են առթարացման համար, որ դե եթե Աստված ուզենա կանի։ Հա, բայց Աստված եթե ուզենա կանի, Աստված կանի իր ծառաների միջոցով։ Աստված Երուսաղեմում փնտրում էր մի հոգու, որ ինչ-որ գործաներ չգտավ ու չարեց։ Այսինքն բաներ կա, որ Աստված այո, ուզում է մի բան անի, բայց չի լինում դա, կամ ինքը սպասում է, համբերում է միջև մի հատ մեկը լինի կամ մի քանի հոգի լինեն, որ դա անի։ Հակառակ դեպքում իհարկե բաներ կա, մենք sense ընդհանուր ենք խոսում, բաներ կա, որ Աստված առանց որևէ մեկի դա անում է։ Նա արարեց աշխարհը։ Նա ոչ մեկի հետ ոչ խորհուրդ հարցրեց, ոչ ինձ ու քեզ հարցրեց, անեմ թե չանեմ, կամ այնպես չէ որ Աստված ի վիճակի չի դա անելու։ Ու իմիջիայլոց հիշեցնեմ, որ այդ արարող Աստվածը այսօր էլ մեր կենթանի Աստվածն է, որ ուզում է արարի նոր ծառայություններ, նոր գործեր, նոր պատմություններ, նոր վկայություններ։ Մենք երգեր ենք երգում, որ Յահվե, Իրե, Նիսի, չէ՞, երգեր ենք երգում, որ գործի մեր կյանքում։ Բա դա հենց նա է, որ Աստված է ուզում, բայց մենք պետքա բաց լինենք ու լսենք իրան։ Այդ դեպքում դա շարժվենք, երբ որ Եթե ժամանակին Աբրահամը չլսեր Աստծուն, դուրս չգար իր Իսահակ որդու հետ, նա ոնց պրակտիկայում ոնց նա կիմանար, որ Աստված հոգ տանող Աստված է։ Այդ եզրույթը որտից կառաջանար, չէր առաջանա։ Ուրիշը կաներ, բայց ինքը չէր հասկանա։ եթե դուրս չգար, ասեր Աստված, հա, եթե ուզենա, Եթե ասած ուզենա, դա երեխուս տեղել կարա վերցնի տանի, եթե տենց է։ Բաց սիրտ լսող ականջ։ Ու Տերը գործում է։ Ես այս բան ուզում եմ փոքր վկայություն, որ երբ որ ես սկսեցի մեդիա ծառայությունը, հետաքրքիր մի առաջին ժամանակահատված մի հատ հետաքրքիր պերիոդ էր իմ կյանքում, որ այդ տեխնիկական հարցերը, որ ես գաղափար չունեի, ասենց անձրևի պես թափվում էր իմ վրա, տարբեր տեղերից։ Ու ես հասկանում եմ, որ Սուրբ Հոգին է դա ինձ պատրաստում, լցնում, տալիս, որտեղ ես չեմ ունեցել այդ ուսումը կամ տեխնիկա, դրա մասնակետը չես եղել, բայց հետաքրքիր որ այսինքն նույնիսկ տեխնիկա առավել եւս հոգեվոր հարցերում ես մտածում, որ ինչքան ավելի Սուրբ Հոգին առաջնորդ։ Ինչ որ մեկն ասում է, ու լավ հետաքրքիր օրինակ է, ասում է մի ինչ որ հողամասի վրա, երբ որ դու տենում ես ծանր տեխնիկա են բերում, ասենք կրաններ, բուլդոզերներ, բայց ծանր են մեծերից, տոննաներից, շին մատերիալ են բերում, մեծ արմատուրաներ, մեծ, ասենք, շվիլերներ, ես իմ ուղղակի հայերեն բառերը չասեմ։ Ասում եմ դուք ինչ եք պատկերացնում, ինչ են այդտեղ շինելու։
հոմեատ Հավաբունչ։ հավաբուն չեն սարքելու։ Այո, Երբ որ մարդ այձև Սուրբ Հոգին ինչ-որ բաներ է անում, այսինքն դեմդ մեծ ծառայություն կա։ Անելիքը շատ մեծ է։ Ու դրա համար եմ ասում, դա հիանալի է ուղղակի, երբ որ Սուրբ Հոգին մեր մեջ գործում է։ այո։ Դրա համար ամբողջ փառքը Իրանն է։ Մենք մեզանով որևէ բան չէին կարող անել, բայց Ամեն։ փառք Աստծուն, փառք Սուրբ Հոգուն, որ մենք կանք են ինչ որ կանք։ Աստվածաշունչը Սուրբ Հոգուն կոչում է մխիթարիչ։ Ինչպես է արտահայտվում կամ կատարվում նրա մխիթարությունը մեր կյանքում։ Մխիթարել բառը նշանակում է կողը լինել։ Օրինակ նույնիսկ Աստված ոչ արես մեկը մեկին կորցնում, հա։ Ասենք դժվար օրեր այդ մարդու կյանքում։ Կորցրեց իր հարազատ մարդուն, ինչ ենք անում, ո՞նց ենք մենք մխիթարում։ Լավագույն ձևը մխիթարելու ու զուտ կողը լինելն է։ Ոչ շատ խոսալն է, ոչ քիչ խոսալն է, կողը լինելը արդեն այդ մարդը մխիթարվում է։ Իհարկե կողը լինես մի բառ էլ կարող է խոսաս, երբեմն ընդհանրապես բառ չխոսաս։ Սուրբ Հոգին այդ ձև առաջի իմաստը այդ մխիթարության բառի մեր հետ է։ Դա արդեն բավարար է։ Ասում է ոչ մի բանի կարիք չունեմ։ Քո հետ, Աստծո հետ մենք ոչ մի բանի կարիք չունենք։ Այո։ Այս ձևը Աստված Սուրբ Հոգին մխիթարումն է։ Իհարկե նաև առաջնորդել, հիշեցնել, ուսուցանել, հանդիմանել եւ այլ եւ այլ։ Իհարկե։ Կյանքում ես ունեցել եմ պահեր, որ ոչ երկրային խաղաղություն եմ ստացել։ Խաղաղություն, որ գերբնական խաղաղություն այդ դժվար պահին։ Այո։ Կարող է նույնիսկ այդ իրավիճակում ես դժվար։ Իրավիճակը որևէ ձև չի փոխվում։ Բայց այն հասկացողությունը, որ Աստված քո հետ է, քեզ թևեր է տալի։ Այո։ Խոսեցինք, որ ականջ ունենանք, լսենք Աստծուն։ Այ ինչպես է Սուրբ Հոգին խոսում, ինչ միջոցներով է խոսում։ Բազմազան։ Այ սա ինձ թվում է եկեղեցաշինության մեջ կարևորագույն բաներից մեկն է, որ մենք կարողանանք դա ոչ կարող ես բացատրես, այ ոնց մարդը ըմբռնի, հասկանա, կուլ տա, ուտի, երբ որ Սուրբ Հոգին մի բան ասում, այ ոնց դա անենք։ Այ ոնց ուսուցանենք դա, ոնց այս շատ դժվար է այսի։ Բայց Սուրբ Հոգին Աստված ընդհանրապես այն ամենաանգրագետին, այն ամենաչհասկացողին, այն ամենադժվար ըմբռնողին, երբ որ հետը խոսում է, այդ մարդը հասկանում է, որ Աստված իր այդ խոսած։ Դա էլի փոխհարաբերություն է, պրակտիկա է, որ մարդը տարիների ընթացքում հասկանում է։ Այդ իր զգայարանները զարգանում են։ Ասենք դա ձայնա, միշտ չի ձայն, ու կարող ընդհանրապես կյանքում ձայն չի լսի։ Ասենք միտքը մարդը կարող իր միտքը լինի, կարող ուրիշ միտքը լինի։ Ասենք ինչ ասենք, պատկերը էդ էլ չի։ Ասենք այդ օրը ինչ դու տեսար, ասենք քո կյանքում ինչ եղավ, ասենք հանդիպեցիր այս մարդուն, այն մարդուն, էսենց էլ կարա մարդը ուրիշ տեղ է թա ընդհանրապես։ Սնա հավատության ճանապարհով այդ այսին որտեղ հասնի։ Ասենք պատահական օրինակ Աստվածաշունչը ասես պատահական բացում ես, որտեղն եղավ էտա քո այդ օրվա անելիքը, սենց էլ մենք ուրիշ տեղ կարող այդանք։ Իհարկե կարող շատ դեպքերում հենց Աստված դա է, շատ դժվար է դա ուսուցանել, բայց շատ հեշտ է պրակտիկայում, երբ որ մեկը փոխհարաբերություն ունի Աստծո հետ։ Ինքը հասկանում է։ Բաց է լսել, երևի։ Այդ բարդությունը դրա մեջ է։ Ես չեմ կարող մարդուն ասեմ, ես որոշ դեպքերում եղել է, ասում եմ, ինչ ա եղել, մարդը պատմում, ասում եմ, այդրանից պարզել ո՞նց Սուրբ Հոգին քո հետ խոսա։ Բայց մարդը չի պատկերացնում, որ այդքան հեշտ կարող է Սուրբ Հոգին խոսալ այդպես։ Իսկ մյուս կողմից Արթուր, ինչ հետևանք ունենա, եթե մարդը մերժի, չլսի Սուրբ Հոգուն։ Ասենք Աստված խոսում է, Սուրբ Հոգին խոսում է, նրա այդ բացատրումը, ինչ որ բաներ է ցույց տալի,
Բայց մարդը շարունակի չլսել ու մերժել, այ Դա կորուստն է, դա ուղղությունն է դեպի կորուստ։ Իհարկե մենք որևէ դեպքում, քանի մարդը կենթանի է, չենք ասում ինքը կորցրեց իր փրկությունը, որևէ դեպքում չենք ասում ու ոչ էլ ինձ թվում է իրավունք ունենք նման թեմաներով ընդհանրապես խոսանք, որովհետև դա մեր ոչ գործն է, ոչ էլ, հա, բայց դա որ հաստատ կտանի մարդուն կորստի, հաստատ։ Թե որպես ծառայող, որովհետև եկեք պատկերացնենք, ծառայող մարդը մերժում է միշտ շարունակաբար Սուրբ Հոգուն։ Ինչ կանի Սուրբ Հոգու համար արդեն էլ մարդկային եմ ասում, կոմֆորտ չի լինի այդ մարդու հետ լինի։ Ինքը միշտ մերժում է ստանում։ Ու նոր Սուրբ Գիրքը ասում է, որ մեր խիղճն էլ կդաղվի։ Այսինքն էլ մենք չենք տեղով էլ էդի տենց հեշտ process չի, մենք լրիվ էդի հակառակ ուղղություն է, այսինքն դա ոչ մեկին ես խորհուրդ չեմ տա։ Այսինքն այդ խիղճը դաղել, այսինքն էլ ընդունակ չեն կլինի լսելու, ըմբռնելու, ըմբռնելու։ Որովհետև դա անենց բան է, որ օրինակ եկեղեցում մարդը քարոզ է լսում կամ մարգարեական խոսք է լինում, իրան չողված, բայց ինքը կարա օթից, մենք ասում ենք օթից, բայց այդ խոսքից քաղեց։ Բայց եթե իր ընդունակություն չունի, դատարկ ոնց եկել է, դատարկ էլ մնալու է։ Չի լծվելու ինքը։ Նույնիսկ պատգամները, քարոզները կամ ուսուցումները իր համար քիչ էֆեկտիվ են ելնելու։ Ուղղակի կլինի խոսքեր, որոնք միգուցե այ քարոզողը լավ քարոզեց կամ այդ մակարդակն ալնելու, բայց որ այդ քարոզողից Սուրբ Հոգին ինչա քեզ ասում կոնկրետ, ինչով դու լծվես, այդի բացակայել է։ Սա կորցը այդ ճանապարհը կորցանելու է տանելու։ Սա վտանգավոր, շատ վտանգավոր։ Ոչ մեկին ես խորհուրդ չեմ տա դες բան։ Ընդհակառակը միշտ բաց լինել։ Միգուցե Սուրբ Հոգին որոշ բաներ ասում քեզ հետի անֆինանս ես կորցնում ժամանակ եւ այլն։ Ձեռնտու չլինի, հա։ Ձեռնտու մարդկանց ընկերություն, բարեկամություն հաստատ կա, բայց լավա լսես Սուրբ Հոգին։ Դա լավագույնն է։ Կարա մարդը վերցնի, ասենք, որպես արդարացում ու ասի անհնար է, այսի ինձ վնասա, հնարավոր չէ որ Աստված ի վնաս ինձ, ինքը սիրող Աստված է։ Այո, Գործ առաքելոց գրքի մեջ մենք կարդում ենք, որ Պետրոսն էլ հակառակվեց, Սուրբ Հոգին իրան բաներ է բացում, որ վերսուկ էր 3 անգամ։ Նոր հասկացա, որ այո, որտեվ ինքը ամբողջ կյանքը չի կերել, պիղծ կերակուրներ կամ կենթաներ, միսը դարերով դա Աստծո պատվերն է եղել ու մի Սուրբ Հոգին դες բան ասում։ Իհարկե, սա Պետրոսն է, որը որ քայլել էր Աստծո հետ, որը որ Հիսուսի հետ, որը որ չեմ կարծում, որ ինքը սկսեց կասկածել, որ դա Սուրբ Հոգին է, թե չէ։ Չեմ կարծում, նա գիտեր, որ դա Աստված է։ Դրա համար պետք չի հակառակվել։ Այլ դա լավագույնն է ուղղակի։ Եթե Աբրահամը չլսեր Սուրբ Հոգուն ու դուրս չգար ուր քաղաքից, կմնար կռապաշտության մեջ։ Հո ջան, ասենք մարդը դաստիարակվել է, տեսել ասենց մի խոսքով իր ներսը մի բան է, ոնց որ Պետրոսի օրինակն է, մի ձև նստած է, այլ ինչ անի, որ չի ուզում է հասկանա, բայց դա ոնց որ այդ իր ներսում այդ իր դաստիարակությունը, իր մտածելակերպը ամեն ինչին հակառակ է ելնում։ Ասենք ոնց վարվի։ Սա դիրքորոշում է, սա որոշում մարդը պետք է ընդունի, եթե չի ընդունել դեռ։ Ինձ թվում է դա պետք է շուտվանից, ասենք այն ապաշխարությունից, լավ այդ առաջի տարվա, որ նորը հավատա, ընդհանրապես մարդը գալիս է այդ որոշման։ Վերջ։ Սրանից հետո ինչ Աստված ինձ ասում է, դա է ճշմարտությունը ու դա է պրիորիտետը։ Առաջնահերթությունը դա է։ Ու ես իմ համար դա ավելի կարևորում եմ, քան մնացած ուրիշ բաները։ Մարդկանց հայացքներ, կարծիքներ եւ այլ նեղանալներ եւ այլ։ Նույնիսկ եթե ինքը չի հասկանում։ Կամ բա մեծ մասը ինքը չի հասկանալու։ Բա ո՞նց կարող ինքը հասկանա Աստծո մեծ գործերը, Աստծո մեծ անելիքները։ Ո՞նց կարա հասկանա։ Ով է հասկացել, որ մենք պետք է հասկանանք։
Ոչ մեկ էլ չեն հասկացել։ Մովսեսը, որ այդ 2-3 միլիոն ժողովրդին հանեց, ինքը պատկերացում ուներ ինչ անելու հետո։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ, նա ինչ պատկերացում ուներ։ Հաստատ այստեղ էլի այդ էլեմենտն է, որ հավատքի էլեմենտն է, որ վստահ ես, որ Աստված ճիշտ է։ Դրա համար կա այդ բառը վստահի տիրոջը, էլ շատ է ասում դրա մասին, վստահություն չի, եթե դու ամեն ինչ շոշափում ես, տենում ես ու հասկանում ես, դա էլ վստահություն չի։ Դու արդեն պարզ է քո համար։ Վստահել նշանակում է դու չգիտես ինչ անելու, բայց դու վստահում ես։ Հավատալ նշանակում է չերևացող բաները, հələ որ ապագայում պետք է լինի, դու արդեն վստահ ես, որ տենց է լինելու։ Ըստ Աստծո խոսքի, ըստ Սուրբ Հոգու առաջնորդության։ Այո։ Էսի շատ կարևոր բան է։ Այո։ Սուրբ Հոգին ինչ դեր ունի մեր բնավորության փոփոխության մեջ։ Մեծ դեր ունի էլի նույն։ Մեծ դեր ունի։ Ընդհանրապես մարդը չի փոխվում։ Մարդը ոնց կա այդպես մնում է։ Բայց եթե այդ մարդը տեղատալի Սուրբ Հոգին։ Միակ ձևն է աշխարհում բոլոր մարդկանց համար։ Միակ ձևն է, որ մարդը կարող է փոխվի։ Հույս կա, որ կարա փոխվի։ Ու փոխվում են։ Ուրիշ ձև գոյություն չունի, այսինքն մարդու բնավորության փոփոխելը միայն Սուրբ Հոգին անում։ Միայն ուրիշ ձև գոյություն չունի։ Ոչ ուսուցումները, ոչ չգիտեմ ինչ պրոյեկտները, ոչ մարդու վրա ազդելը, ստիպելը, պատմության մեջ մենք շատ տարբեր ձևեր ենք տեսել, որ որոշ պետություններ ուզեցել են սենց լինի, նենց լինի, հատուկ զորքեր ունենան, հատուկ մարդիկ, հատուկ, բայց մարդը մնում է մարդ, ունի վախեր, ունի երկյուղ, ունի հպարտություն, ունի եւ այլն։ Միակ փոփոխողը Սուրբ Հոգին է։ Իսկ Սուրբ Հոգին, ասենք, մարդու բնավորություններ փոխում է, ասելով, այսինքն մենք հասկանում ենք ինչ մարդը, ասենք, այս բնավորությունների տեն լրիվ կարդինալ փոխում է, թե փոխում է մեր մեջ որոշ բնավորություններ, որոշը մնում է, այ ոնց է։ Էդ էլ է բարդ process, մենք երբևիցե ես կոնկրետ չեմ ասի, այ ես գիտեմ ինչն է փոխվում, այ ես մոլեկուլից մինչև այս մոլեկուլը, այստեղից մինչև ստեղ, իհարկե ոչ։ Բայց եթե ինչ որ փոփոխություն է լինում, դա Սուրբ Հոգու շնորհիվ է։ Ինչն է փոխվում, իհարկե խառնված կա, որոշակի բաներ կա, որ Աստված հենց այդ ձև է ստեղծել մարդուն, այդտեղ որևէ փոփոխություն չի լինում։ Եթե մարդը ակտիվ է, եթե մարդը մի հատ լավ բառ կա, ես չգիտեմ դրա ճիշտ հայերենով, ասում ենք ղոչաղա։ Չգիտեմ դրա լավ բառը ոնց է, բայց այդ բառը, որ ասում ենք, ինձ թվում է հայերը հասկանում են, եթե մարդը ղոչաղա, ինքը ղոչաղա, դե պետք չի փոխել։ Եթե մարդը չխոսկանա, եթե մարդը մի որոշակի բաներ կա, որ այդ մարդու կանչի Աստված հենց այդ ձևա ստեղծել իրան։ Բայց շուտ վիրավորվողը, չգիտեմ, մարդկանց նեղացնողը ու նման շատ բաներ կա, որ Տերը ասենց փշեր ունի հələ, պետք է այդ փշերը ասենց հելնի, շատ սուր անկյուններ կա այդ մարդու կյանքում, որ պետք է կլորանան, այն նման բաներն է հղկում Աստված, ինչքան ես եմ պատկերացնում, բայց ոչ մարդու են իրան բնորոշ հատկությունները, որ Աստված է ձև ստեղծել, դա անիմաստ է։ Երևի հենց ստեղծել է հենց ինչ որ մի ծառայության, ինչ որ մի նպատակ։ Նույնիսկ ընտանիքում են զարմանում, ասում են, ունենք օրինակ 3 երեխա, ես մեկը էսում է քաշել սենց, իհարկե ծնողներին է քաշել կամ նախնիներին է քաշել, իրանց է քաշել, բայց ինքը որովհետև ունի ծառայություն, կանչ, դրա համապատասխան է ստեղծվել է ձև։ Այո։ Ով Արթուր, վերջին հարցս, որն է Սուրբ Հոգու աշխատանքի ամենակարևոր նպատակը հավատացյալի կյանքում։ Բազմազան է, բայց եթե ասես կարճի մեջ ասեի, Սուրբ Հոգին օգնում է, որպեսզի մարդը կայանա որպես էակ, որպես Աստծո ստեղծագործություն,
որպեսզի մարդը փրկվի ու մարդը իրականում դառնա այն ինչով ստեղծվել է։ Դե կարճ կարելի ասել, սա է Սուրբ Հոգու գործը մեր կյանքում։ Ու իհարկե մեր միջոցով ուրիշներին օրհնել։ Այսօրվա մեր հաղորդումը ավարտվեց։ Սիրելի բարեկամներ, շնորհակալ ենք, որ դիտեցիք։ Գրեք ձեր հարցերը, եթե հարցեր առաջացան այս թեմայի շուրջ, եթե ձեզ դուր եկավ, եթե ձեզ օգնեց մեր հաղորդումը, նաև կարող եք փոխանցել ձեր հարազատներին, բարեկամներին։ Եղեք օրհնված, կհանդիպենք հաջորդ անգամ։ Տեր օրհնի։